նորմալ է, որ ՊՆ-ն հերքում է, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում նոր դիրք են կառուցել, երբ արբանյակային նկարները հակառակն են փաստում։ Ճիշտն ասած, ես դրանից տեղյակ չեմ, գիտեք, եթե կա այդպիսի բան, իհարկե նորմալ չի։ Իրանց ոտկա պետք է ստեղ չլինի։ Ինչքան էլ խաղաղություն մենք հայտարարենք, միևնույնն է, իրանք սպանող են ու մորթող ասկ են։ Ձեր կարծիքով ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում նման տեղեկատվություն։ Չգիտեմ, երևի ժողովուրդը որ խոճապի չմատնվի, բայց ավելի լավը ժողովուրդը իմանա, որ զգոն լինի։ Ցավոտ տանեմ, հորս հայ ոչ մի բան չեմ ուզում ասել մեր երկրի մասին։ Բախասարս։ Եթե իրաց դուրակալես նորմալ։ Պաշտպանության նախարարը մասնագետ է, ես մասնագետ չեմ որ գնահատեմ նրան։ Բայց արբանյակային լուսանկարներ կան, որ փոփոխություն է։ Այդ լուսանկարները փաստեր են, անհերքելի փաստեր են իհարկե։ Դրանց պետք է հավատալ իհարկե։ Ճիշտ ասած, չի կարելի հիմք վերցնել արբանյակային այդ նկարները, որտեղ իրանք, ինչքան գիտեմ, շեղումներ են ցույց տալիս, իսկ Պաշտպանության նախարարությունը ինչու պետք է խաբի ժողովրդին, որ առաջընթաց ա եղել, ասի չի եղել, իմ կարծիքով չի եղել, դրանք բոլորը քաղաքական հայտարարություններ են, մոտակա ընտրություններ է, Թաթոյանը ուզում է, որ պլյուսներ հավաքի։ Նորմալ է, որ հերքում է, երևի նորմալ է, որ հերքում է։ Դուք հավատում եք։ Չգիտեմ, դա ժողովուրդը պետք է որոշի։ Ձեր կարծիքով նորմալ է, որ երկրի Պաշտպանության նախարարությունը Ինձ թվում է թե պարտադիր է, որ հարաբերություններ լինի, բայց ինձ թվում է թե շտապում են, բալի շատ շուտ է տենց բաներ կառուցել Հայաստանում, բայց խոսել իրար հետ պետք է։ Ես չեմ կարող հավաստիացնել, տվյալներ չունեմ, բայց իհարկե նորմալ չի։ Դուք հավատում եք։ Ես չեմ հավատում, որտեղ բամբասանքը շատ է։ Ես ինչ իմանամ, չգիտեմ։ Նորմալ է ձեզ համար, որ Պաշտպանության նախարարությունը Հերքվել է։ Պաշտպանության նախարարությունը հերքում է, բայց արբանյակային լուսանկարներ կան, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում նոր դիրք են կառուցել։ Օրդեններ, ես զինվորական չեմ, չգիտեմ, տենց բաներ։ Նորմալ չի, իհարկե։ Բաց չի։ Հավատում եք Պաշտպանության նախարարությանը։ Ես ոչ մեկին չեմ հավատում։ Ինչու։ Ոչ մեկը դուրս չի գալիս, ոչ նորը, ոչ հինը, որովհետև ասեմ ձեզ, օրինակ կադրերի, իրա կադրերի, օրինակ բժշկության մինիստրը, չէ։ Պետք է լինի գոնե մինիմում պրոֆեսոր պետք է լինի, ոչ թե ապտեչների ինչ-որ ուսումն է։ Իրավաբան են։ Նույնիսկ մասնագիտությամբ իրավաբան են։ Ավելի վատ։ Պետք է բժիշկ լինի, որպեսզի այդ սաղ կարգավորի մեր այդ սաղ պոլիկլինիկա ամեն ինչ է։ Ոչ մի բան հիմա նորմալ չի, հիմա երկիրը փոխվել է, չգիտեմ, ես սովետի մարդ եմ, ես չեմ կարող հարմարում ես կյանքի հետ, ես ինչ է կատարում։ Մենք իրանց ոնց որ կերակրում ենք, իրանք մեզի գցում են հոսը, ավելի անդուն չի կարելի այդ ձևի։ Մի քիչ մեր մասին էլ թող մտածեն։ Մի փոքրիկ չեք ասում, մենք այն բանվոր մարդիկ ենք, մենք որտեղ էլ գնանք մեր կոպեկը աշխատելու ենք։ Իսկ իրանք ես չեն կշտանում այդ փողից։ Ինչ են անելու այսքանը։ Ինչ, մտածեք ժողովրդի մասին։ Մեր դուշմաններն են, թուրքը մեր դուշմանն է, մենք ես չեմ կարա բերվեմ իրաց հետ, ոնց կարելի է իրաց հետ մերվել, տեսեք ինչ է կատարվում, տեսեք մեր երեխեք ուր են մեր երեխեքը, զոհվել են ինչի համար, որ ասում են ամեն ինչը նորմալ, ուր է այդ նորմալությունը, ուր է, ես չեմ տեսնում, երեխեք ջանես, ամեն ինչը, ես գտնում եմ, որ լավ չի կարա արդեն լինի, ես այտենց եմ գտնում, ես չեմ տենում մի լավ բան, տեսեք թոշակի համար, լուբոյ հարցով ինչ-որ մի խնդիր կա, լուբոյ հարց։ Իսկ դուք հավատում եք Պաշտպանության նախարարության այս հարցում։ Ես ոչ մեկին հիմա չեմ հավատում, ոչ մեկին, ես հավատքս կորել եմ, իմ հավատքը կորել է, ես այտենց բարի մարդ եմ եղել, ես հիմա ոչ մեկին չեմ հավատում։ Եթե դուք մտածում եք Պաշտպանության նախարարությունը այլ մեկնաբանություն տալու, ապա այդքան էլ ձեր հետ ես ձեզ կհորդորեմ նման հույսեր չունենաք, քանի որ երբ որ օրը ցերեկով մարդուն գցում են մեքենայի տակ իր ինչ էր այդ
ուղեկցող մեկ անվտանգության աշխատակից եւ ասում դա իմ մեքենան չի եղել, դա եղել է վարչապետի մեքենան, նման հիմնարկ ձեռնարկությունից եւ նման ցեխից ուրիշ պետք է սпасել։ Ընդհանրապես դա ծիծաղալի է, երբ որ մարդիկ հաստական, ասենք արբանյակի սիրուն եւ պարս էլ ինչը պետք է կարող գնան գուաշով նկարեն կամ վերցինով նկարեն, ասեն դե իրանց բնան խոսնակը ինչ ասենք։ Ինչ են փորձում թաքցնել այդ տեղեկությունը հարությունը։ Դե որովհետեւ դա այն փաստն է, որ երկար ժամանակ ենք թաքուն պահում էին եւ հանկարծ իրենց ոնց ասում է սպոնտան հայտնվեց մամուլում, լրատվականներում հայտարարության տեսքով եւ մարդիկ էլ արդյունքը փաստացի բոլորը տեսան եւ գետնի վրա գոյություն ունի այլ իրականություն, ինչ որ իրենց ներկայացում է։ Այդ իրենց կիրանցի պատը, չգիտեմ, ոսկեպարի եկեղեցու մասին այդ դրոշակները, որ փորձում են ամեն անգամ տիրաժավորել, դա հերթական ֆեյքներ, որը բացահայտվեց եւ հիմա մնացել են այդ պրյոմի տակ, չեն հասկանում թե ինչ կրուտիկներ եւ թազա նոր ինչ որ հնարքներ օգտագործեն մարդկանց շփոթեցնելու եւ այդ ճղճղոցները որ մենք տեսնում ենք այդ անընդհատ որ տնդոստ ինչ որ գրեհկաբանություն են օգտագործում դա ընդհանրապես հանճարությունից եւ իրենց հետական ապիկարության արդյունքն է։ Ճիշտ ասած չեմ հետևում հայկական լուրերին, ցավոք սրտի, որ իմանամ ինչն է նորմալ, թե չէ։ Բայց հավատում եք Պաշտպանության նախարարությանը, քանի որ փաստերով, արբանյակային լուսանկարներով ներկայացվել է, որ Հայաստանի Մեր Պաշտպանության նախարարությունը այդպես ընդհանրապես չեմ հավատում իրենց խոսքերին։ Ինչու՞։ Որովհետև պատերազմից հետո այլևս չեմ հետևում իրենց լուրերին, պատերազմի տված լուրերն ու տեղեկությունները շատ վատ ազդեցին վրա, այլևս ուրիշ կտրել եմ այս իշխանությունների ճշմարտախոսությունից, ամեն ինչը պոպուլիստական նպատակներով են անում, ուրիշ բան չկա դրանով, չեմ էլ հետևում իրենց, կներեք։